Բարելույս քույրեր, Սիլվա քույր, thank you մեզի շատ քեղեցիկ սրահատ բացիր, դեր օրտնե, բոլորի դալվոր եկակ այս քեղեցիկ կարնան օթին մեջ, մոդ է կարունը, չէ, արևը գպայլի որ, շատ ան։ Մեր այսօրվա հրաշկը, որում պիտի նայինք, կգտնվի Ղուկասի ավետարանի մեջ, Ղուկաս 7-ը, 11-17-ը։ Ղուկաս 7-ը, 11-17-ը։ Միան այս թրվակը մեկ ավետարան կրած է, Ղուկաս ավետարանը չկրած է, մյուս ավետարանները մեջ չենք կարդար։ Եվ քանի որ հրաշքներու մասին կխոսենք որ, քեղեցիկ բան լսեցի հրաշքի մասին, անգլերենով ասեմ, կսե every miracle in the Bible first started as a problem. Every miracle in the Bible first started as a problem. Ամեն հրաշք սուրբ գիրքի մեջ առաջ սկսավ որպես դժվարություն։ Ամեն մեկ հրաշք առաջ որպես դժվարություն սկսավ։ Դու դժվարություն ես կյանքիդ մեջ։ Տերևս հիմա կանց դիսկո դժվարություն եմ, բայց հրաշքի պիտի սպասես քույրս։ Okay։ Ուրեմն մեր այսօրվա հրաշքը Ղուկաս 7-ը 11-17։ Դիգի Մարի հաջիս 11-րդ համարը կարդա։ 7-11։ Հետևյալ օրը քաղաք մոտ եկար, անունը Նայիրի էր։ Անոր հետ եկային իր աշակերտներն շատերն ու մեծ կազմությունը։ Շնորհակալ եմ։ Շատ ահավոր։ Շատ ահավոր անուն մը դվիրցուն դիգի Մարի Նայիրի իսիր, Երանի Նայիրի է դարավոր հայկական անուն է, բայց ասոր անուն Նային էր, Նային։ Մնաց չունի։ Հետևյալ օրը Հիսուս ուր էր անգեց մեկ օր առաջ, եթե Ղուկասի սկիզբը նայեք 7-րդ գլխուն, անգեց մեկ օր առաջ Կափառնայում էր եւ Կափառնայումի մեջ հարյուրապետ մգար, որուն Զարան հիվանդ էր։ Եվ իր մեջ խնդրեց, որպեսզի Զարան բժշկե, բայց դունս մի քարստավ հերույեն ասե, եւ հոն ասրաշ կրավ։ Գիտեք, Նային Կափառնայումը Նայինեն որքան հերույ է։ Մոտավորապես 50 կիլոմետր։ 50 կիլոմետր։ Այսինքն մեկ օր քալելիք ճամփա։ 9-10 ժամ քալելիք ճամփա էր ասիգա։ Եվ այնադեն սալահադակված ճամփաներ չի գար, լերները, ծորերը։ Այսինքն Հիսուս քալելով մեկ օր առաջ Կափառնայում էր, բոլոր օրը քալեց, հասավ Նային։ Եվ հիմա Նային պիտի մտնե։ Հետևյալ օրը գսե, ինչ գսե, մեծ բազմությունը գերտային եւ իր աշակերտներն մեկը աշակերտներն շատերը մեծ բազմություն Նային պիտի մտնեն։ Նային ինչ ասել է, մտածեցի որ Նային ինչ ասել է, անոր իմաստը նայեցա, Նային կնշանակի հաճելի կամ գանանչ մարգագետին։ Եվ Հիսուս ուր որ գերտա ժողովուրդ հետևի եւ ինքը միշտ կուսուցան է, չէ՞։ Արդեն մեկ օր առաջ Կափառնայում ուսուցումը գրած էր, հիմա թեպի Նային գերտա։ Եվ Հիսուս Նային ինչու դերտա։ Միակ անգամը որ սուբկիրքի մեջ Նային քաղաքը հիշված է հոսե։ Ոնդեղ ուրիշ հրաշք չի եղած, ոնդեղ ժողովարանի մեջ ուսուցում չի եղած, փամը չեք գիտեր, նույնիսկ 5 դարանի մեջ Նայինին անունը չի գա։ Բայց Հիսուս ինչու Նային պիտի երթա։ Քանի որ Հիսուս ամեն ադեմ որ դեղը երթա նպատակով է, չէ՞, ասկի առաջ ասած եմ։ 10-րդ համարը ինչ կսե Մարի։ Եվ քաղաքին թրանը մոտեցավ, գերեն ու դուրս կհանեն։ Իր մորը մեկ հատիկ տղան։ Մայրը որբևարի էր, քաղաքը շատ ժողովուրդ անոր հետ էր։ Ուրեմն Հիսուս թեպի Նային կմտնե, հետ ով գա, աշակերտներ եւ ամփոխ։ Նայինեն դուրս ով գել է, որբևարիմը եւ յետևը ամփոխ։ Հիսուս թեպի Նային քաղաքը մտնե ամփոխով եւ քաղաքեն թեպի դուրս գել է որբևարիմը ամփոխով։ Երկու ամփոխներու հանդիպում կտեսնենք ճիշտ քաղաքին թրան արջևը։ Մեկ ամփոխին առաջնորդը Հիսուսն է, որ ինքը դարբեր առաքելությունները եկած է հոն դերմը մարդ կերակրեր է, ուրիշ դերմը մեկը բժշկեր է, ուրիշ դերմը ուսուցաներ է, եւ հիմա հասել է Նային պիտի մտնե, ինչ պիտի նահուն չենք գիտեր ինչ հրավ ասպադար է զատ, բայց ինչպես միշտ կսեմ Հիսուսի ամեն մեկ առաքելությունը նպատակավ է։ Մյուս խումբին արջևեն ով գկալ է, որբևարի գինը մեկ հատիկ զավակ ունի եւ ալոր թակաղին յետևն է ինքը, թակաղը դանին որպեսի քաղաքեն դուրսը թաղեն։ Գիտեք 5 դարանի մեջ երկու որբևարի գիներ կային, որոնք իրենց ամուսինները մեկ հատնալ իր դղակները թաղած էր, մեկը գնա հիշել ով էր անուն։ Այո։ Հրութը, եւ Նոյեմին եւ իր հարսերը։
Ուրեմն ինչ քեշփան է աս ցավը։ Մանավանդ որ աս որբևարին մեկ հատիկ տղան գտաղի եւ իր հարազատներով, քյողացիներով ամենը միասին գերտան գոր եւ այն դենգիներ չէին աշխատեր։ Եվ գինը երբ որ ամուսինը մերներ, իր հույսը զավակներ, որ զավակները պիտի մեծնան եւ զավակները իրեն հոգ պիտի տանին։ Հիմա կապե social security, social insurance, կառավարության օժանդակություն, ասենք բաներ չի գա։ Ուրեմն ցեվը մասկնգյան բոլոր հենարանները իր հույսը, իր աբական եւ աբահովությունը կնած։ Կրնանք մենք ալ ասկնգան դեղ տնեն ինքնիս։ Այո, մենք փարկասով ոչ մեկերնից զավակ չենք թաղեր, որ Աստված հերուն է, չի ցցնե ոչ մեկուս այդ բանը չի ցցնե, ադե ահավոր վիճակ է։ Բայց ամեն մեկը սա փամը գործընծած ենք։ Մաս ագինը իզավար գործընծած։ Արդեն ամուսին չի գա, չենք գիտեր քանի տարի է որբևարի է։ Հիմա զավար գործընծած եւ դասավ չէ, բադանի գսե որ դեր մնալ։ Այսինքն 14-15 տարեկան ինքնալ հավանաբար 30-40 չի գարալ անակին մներ եւ դասած հարս մներ ուրեմն թուն եւ ես ինչեր գործունեած գրնան գլալ մեր կյանքի մեջ նյութական հարազատ առողջություն բարեկամ շահապեր արիդներ կորց առանցություն առանցինես լկված ես, սխալասկծված ես, զրբարդված ես, ասամենը գորուսներ են, որ մենք քիչով շատով մեջ ենք անցնենք, չէ՞։ Չեք գնա պատկերացնել անոր ծավալը իր գորուսին եւ մերիներուն, բայց եւ այնպես ամեն մեկս մեզի հատուկ ասակ մեր սրդին անգին բզիկ գսկից մունիկ, որ փամը գործընծուցիր։ Եվ այդ ցավը գադակավին։ Եվ այն adեն մերելը, ինչպես մեր երկիներում մեզ նույն օրը գտաղեին։ So as մահը fresh էր, այսինքն շատ թարմ մահմն էր, եւ as գնգան արցունքը աչքեն չեր գենար որ, քանի որ անանթիս եւ անաբահով վիճակի մեջ էր եւ պիտի մեկադի փորձին թաղի։ Ինչու համար Հիսուս թեպի նային գնաց։ Հիսուսի ամեն մեկ ճամփորդությունը նպատակավ էր։ Եվ ինչպես ինքը պիտի գիտնա ուր է իր հաջորդ աջենդան, այսինքն իր ծրագիրներուն հաջորդ ինչ է, ինչպես գիտեր, քանի որ քիշերներ ինքը աղոթքով կանցներ։ Լերը առանցին գելեր գսե եւ աղոթ կներ։ Ինչ կաղոթեր իր Հիսուս արդյոք գսեմ։ Հիմա այս երկու օր առաջ կոնս բախծուցի, բաճար չի գար, համը չի գար որ կոն բախծնե։ Ինչեւ արդվա 3:30-ը չեմ գտնալ որ կնանալ եւ 3 շատ քեշ կողոցավ ունեցա անգեց։ Վրա 3-4 շամազի գնացել եմ։ Ինչը իսի ով դեպտուն գաղոթել ես ասկսաղոթել, ցեզ համար կսաղոթել մեկ-մեկ տարբերանցիկ մեկ ծևան, բայց Հիսուս ինչ գաղոթեր արդյոք գիշերը, բոլոր գիշերը երբ որ գանցներ աղոթքով, հավանաբար հորմեն ուղղություն գարներ, որ հաջորդ քայլս ինչ է, հավանաբար Աստված երնեսա որ զավագս քու ծրակիրներ մեջ ուզեմ որ դու նային դեպս այս ժամային հոմնաս։ Եթե Հիսուս մի քանի ժամ առաջ կամ մի քանի ժամ հետո եկած լարում, այդ կգան պիտի չհանդիպեր։ Այսինքն աստվածային ժամատրություններ կան քույրեր։ Հանդիպումներու աստվածային ժամատրություններ կան իմ եւ քո կյանքիդ մեջ։ Ոչ մեկ բան աննպատակ չլար։ Շուգան գլաս բադախմա մեգումը գանտիբիս։ Ադե աստվածային ժամատրություն նկատեցուն։ Ոչ մեկ բան աննպատակով չլար, որ ուրեմն Հիսուսը ասել նպատակը եւ նայեցիք որ Հիսուսի ծրագիրը ինչ է, Հիսուսի նպատակը ինչ էր կյանքի։ Հովաննու 6:38 ինչ կսե։ For I have come down from heaven not to do my will, but to do the will of him who sent me. Amen. Շնորհակալ եմ։ Վասնզի ես երկինքեն իջակս է, ոչ թե իմ գամքը սնելու, հաբա անոր գամքը, որ զիս խրգեց։ Ուրեմն Հիսուս ինքը գամք չուներ, ինքը չէր ասել, հայրին ես Երուսաղեմ միտքենամ, գամ ես Նազարեթ ծներեմ հոմ միտքենամ։ Աստված իրեն ուր գղրգե հոժար է երթալու, որքան ես եւ թուն հոժար ենք Աստուծո գամքին ենթարկվելու։ Երբեմն դրամապանական չի Աստուծո ասածները։ Ով Աստված, ես ինչու նային պիտի երթամ գրնարս էլ Հիսուս իր հորը։ Նային ինչ կա։ Հոն ժողովարան չի գա, հոն ուսուցանելի ժողովուրդ չի գա, ես ինչու պիտի երթամ հոն։ Աստվածը սա նային կնա։ Հնազանդ եղավ Հիսուս իր հորը գամքին։ 10-րդ համարը ինչ կսե, դիգին մարի հաջիս կգարտաս, չէ, արպիկ չունես, հոգաս 7-13 فلما رآها الرب تحنن عليها وقال لها لا تبكي
Շնորհակալ եմ։ Եվ դերը գսե զանիգա դեսնելով խղճաց անոր վրա ու ըսավ անոր միլար։ Այսօր Հիսուսի պատկամա քեզի եւ ինձի միլար է։ Քանի որ մենք գիներս լալ կանենք։ Մեր բաները զորակները աստերի թույլ են շատ շուտ կիչնան եւ ադեններ պետք է որ մենք սխմենք, բայց երբ կթուննա։ Շատերուս ավելի թույլ է, շատերուս ավելի ամուր է։ Այսօրվան պատկամը ինձի եւ քեզի միլար։ Ինքը կանանացի կնգան ներողություն, դերադես կնգան ասա քաչալերբե աղջիկ։ Անցյալ շաբաթ կամ արչի շաբաթի որ Հիսուս ճուրին վրա գալեր որ ադին այցանք աշակերտներուն ուսա մի վախնակ, քաչ եղեք մի վախնակ ես։ Այսօրվան պատկամը միլակ։ Ով է այսօրը դերը։ Ով է դերը։ Դիեզերքի ստեղծիչն է, ամենակարող, ամենուրեք, ամենակետ Աստված է, որ քեզի այսօր գսե որ միլար։ Թունգուլաս, լացունիս, գսկիզունիս, ցավնիս, այո, գուլանք ամենսա, եթե այսինքն ֆիզիկապես չեք դար սրտով գուլանք ադեններ, քանի որ բամը կխայտե մեզի, խոսքը, գեցվածքը, վիճակը, անանկստությունը եւ մենք ըսկայուն արարածներ ենք գիներս, այսօրվա պատկամը քեզի քույրս միլար։ Եթե գուլաս կոր միլար։ Ինչու, քանի որ գսե դերը դեսավ, դերը զանիգա դեսնելով։ Երբ որ դերը դեսավ ասկնկան արժեք տվավ։ Գիտեք Հիսուս գիներուն արժեք տվավ։ Այն ադենվա մշակույթի մեջ գիները անարժեք էին։ Ադորամար երբ որ 5000-ին գերակրվիդը կգարտան 5000 երեք մարդ կային գսե գիները եւ դղակները զատ գիներուն հաշիվ չի գա։ Բայց Հիսուս արժեք տվավ ասկնկան։ Եվ այսօր քեզի արժեք ուտա։ Քու ցավիտ, քու նեղությանդ արժեք ուտա, քանի որ գտեսնե Հիսուս կանգարավ, գեցավ, ցավակցեցավ, նկատեց, անդրադարձավ, գիտակցեցավ, այս կնգան գորուստին ծավալը, քանի որ Հիսուս տեսնող աչքերուն, նայեցեք Արագած 15:3 ինչ կսես հետա։ Տերոջ աչքերը ամեն դեղ չարեն ու բարիները գտիդեն։ Շնորհակալ եմ, դերոջ աչքերը ամեն դեղ ամենուս գտիդեն։ Այսօր հիմա Հիսուս ոսե, ամենուս գտիդե որ եւ քու ցավիտ գիտագից է ինքը, քու գորուստիվ գիտագից է։ Դարձյալ Սամոս 33:13 ինչ կսե արմիկույր։ Դերը երգինքեն գնայի եւ բոլոր մարդոց որդիները կտեսնի։ Շնորհակալ եմ։ 18-րդ համար անի։ Ահա դիրոջ աչքը ուրմե վաղցողներուն ու իր ողորմությանը հուսացողներուն վրա է։ Ամեն։ Աչքը Աստծո քու վրա է։ Աստծո աչքը քու վրա է։ Ուրեմն քեզի կտեսնե։ Եվ Աստծո աչքերը X-ray-ի պես են, MRI-ի պես են, CAT scan հիմա մենք ֆիզիկապես բժիշկներու տեստերու գերտանք, որովհետեւ նայեն, որ մեր կորտիկներու մեջ ինչ կա։ Աստծո աչքերը ամեն քու զուզը եւ ոսկորներ կկնեն, ինչ որ դու չես գիտեր Աստված գիտե քու մասիդ։ Քու վիճակը կտեսնե, քու ցավդ, քու անակստությունը, տակնավդ, հիվանդությունը, գորուստը, սխալ հասկացվելը իր մեջը հանգ չեք իրս խորում շունչ մար։ Եվ ասե ով դեր քու մեջը պիտ հանգ չիմ։ Ուրիշներն ա գտեսնեն մեր ցավերը։ Մենք իրար ցավերը գտեսնենք, չէ՞, բայց որոշ չափով գտեսնենք։ Դուրս են ինչ որ գտադենք, գանտրատառնանք, կփորձենք նույնանալ, գիտակցիլ։ Բայց մեր իրարու դեսնելը ժամանակավոր է։ Մենք իրարու ցավերը գտեսնենք եւ փաթուկ մուգուդանք, մեկ երկու խոսք կսենք, ժամանակավոր սփոփանքներ գուտանք իրարու։ Բայց դերոջը դեսնելուն պես մեկը չի դեսնել։ Ուրեմն հանգչիր այդ քիդակցության մեջ քույրս, որ այսօր դերը կդեսնե կուրկուցավը։ Հիմա ինչ վիճակ է որ կանցնիս եւ գգենա քեզի համար։ Արժեք ու դավոր քեզի եւ ինքը գլուծե, գպժշկե, գգաստուրե, գմխիտարե եւ գոկնե։ Եվ ինչ կսա հաջորդ բարը աս համարի մեջ դերը զանիգա դեսնելով ինչ ռավ խղճաց։ Անգլերենի արաբերեն ինչ է։ Թահաննանա, այսինքն քութը շարժեցավ։ Անգլերեն բարը compassion գսե որ compassion ունեցավ։ Եվ compassion լադիներեն pasio բարեն հարաճկուկա, որ կնշանակե ցավիլ, pasio ցավ։ Compasio ասել է միասին ցավիլ։ Պանեն մասնիկ պանեն նախատած մասնիկ է it's a prefix for միասին կնշանակե compassion միասին կնույնանա ցավիթեդը եբրայերեն իմաստը խղճալուն
մոտ կապակցություն ունի արքանտ բարի հետ։ Ներքին խորում վիճակ եւ այսինքն անգլերենը womb է, եբրայերեն բարը ռախամ, ռահմա, տեսակ ողորմություն, այսինքն ներսեն գսկա աստծավը, ներսեն գսկա, աղիքներեն գսկա, նայեցեք պատմությունը, որ երկու գիներ զավակներ ունեցան, երկու անարակ գիներ, որ զավակ ունեցան, մեկը զավակին վրա բարգեցավ, զավակը մեռավ, Սողոմոն իմաստունի առջև եկան, եւ ինչ իմաստուն թագավոր եղավ, որ սա որ անիգա, ասավակը առնեմ էստեն գիսեմ, կես ցեզիդամ, նայեցեք ինչ կսե այդ համարը, երրորդ թագավորացի 3:26 հաջիս նեկտարգույր։ Այլադին ողջ դուր մայրը թագավորին բաժասխան դվավ, իր դու վրա աղիքը կալարվելուն համար ուսավ։ Շնորհակալ եմ։ Աղիքը կալարվելուն համար։ Նույն իմաստն է։ Compassion, խիղճը, աղիքը, ներքին կորզարանները կալարվի գոր։ Հիսուս աս ըսկացումը արդահայտեց ասկնկան։ Ասպարը եթե փուն փնակրին երթանք, խղճած կսի իրեն դեսնելով խղճած տահաննանա, ռախմա, եբրայերեն բարը, աղիքը կալարվեցավ։ Այսինքն անկան ցավ գսկա Հիսուս մեզի հետ, մեր ցավերուն հետ։ Անդարբեր չէ։ Գիտեք երբեմն մենք կսենք Աստված իմ ուր ես դու։ Մեր հայերն ալ երկեր անած չէ ուր է իր Աստված, երբ որ մեր արկան չարտ ունեցանք մենք։ Բայց Հիսուսը գծավի, քանի որ մենք ինչու գծավինք, մեղավոր աշխարհի մեջ ենք, ինգած աշխարհի մեջ ենք քույրեր, մեղքը երբ որ մտավ աշխարհ, ցավը մտավ, մահանա մտավ, անարքանքը մտավ, գորուստը մտավ, ամեն բան մտավ, Աստված ասոր է ինչ կորզնի, քանի որ մենք ենթադա ենք աս բոլորին, շատով կամ քիչով։ Եվ Հիսուս ճիշտ այս ըսկացումը ցուցաբերեց։ Հաջորդ անգամ որ դու ցավ ունենաս, պատկերացրու որ Հիսուսի աղիքը կկալարվի որ քեզի համար։ Կհամչի սայնադեն, քիչ մասանք ուժ գարնես, որ Հիսուս քովը հետ քեզի հետ կսկագորա ցավը։ Ինչ ցավեք որ անցած ես, անցյալին հիմա կանցնես կոր եւ աբակային ամեն մեկս պիտի անցնի ցավերը։ Հիսուս գարեգից եւ ցավագից է։ Ադորամար Հիսուսի պես բարեկամ չի գա։ Ոչ միտքը կփոխե, ոչ կթրջե, ոչ քեզի ամանչե ասի ինձ թունասակ պամը չսիրգսե, խոսքը չի փոխեր։ Վստահելի գարեգից բարեկամ։ Եվ Հիսուս գիտե։ Գիտեք ինչպես Հիսուս Սամարիային Ֆրանսավ, Սամարիային անցնին նպատակաբեր։ Գիտեք հрьяաները, եթե Երուսաղեմեն դեպի Գալիլեո շրջանը դեպքային հարավեն Հիսուս, երկար ճամփան գարնեն, որ Սամարիային չանցնին, Սամարիան բան է, գդրուկ կամ ճամփա էր, շորտկատ էր։ Չէին անցնել, քանի որ թշնամի էին, բայց Հիսուսով չէ, ես պիտի անցնեմ նպատակով նորեն, ինչու Սամարիային պիտի անցնեմ, գինը պիտի տեսնեմ։ Աս Սամարացի գնկան հարցի ինչ է, 5 հատ ամուսնություն ցախող, 5 հատ։ 1 չէ, 2 չէ, 3 չէ, 4 չէ, 5։ Ժողովուրդեն առանցին գեսորադեն գերտագոր ճուրը լեցներու, որովհետեւ մեգումը երեսը չի տեսնե, փախուս կուտավոր, բայց Հիսուս իր ցավին հոն է, իր ցավին հոն է, անորամար Հիսուս քույր իմալ անհաջողությունները գիտե, մերալ ցավերը գիտե, գիտագից է, գարեգից է խիղճով գմոդենա, աղիքը կալարվելով քեզի գմոդենա, աս գիտակցության մեջ հանգցիր, անորամար Հիսուս կսե դեստելով զանիգա խղճած անոր ու ըսավ միլար։ Եվ աս միլարը հանցիմանական չէր։ Wow, պանչերլակ, աման, ինչու գլաս կորկա? What's your problem? Անանք չէր Հիսուսի ըսածը։ Քանի որ գիտե որ թուն գծավիս կոր, գիտե որ անհաջողություններ ունեցել ես, եւ ադոր ցավերը թուն գրես կոր, գիտե ամենս գիտե ինչերը որ անցած ենք, դերը գիտե։ Եվ այսօր ըսկա ասան, որ Հիսուս կովդ է, աչքերդ կոչել, ըսկա որ Հիսուս կովդ է, քեզի ցերկ իր վրա, ուսիդ վրա գտնեգոր, եւ գսե որ աղջիկս միլար։ Քանի որ ես քուցավը ովևէ մեկ անցյալ լավ կհասկանամ, քու մամայի հետ, քու քույրի հետ, քու զավակի հետ, ամենը մդերի հետ ավելի լավ կհասկանա Հիսուս, այդ ցավը որ դու հիմա ունիս։ Եվ անորամար քեզի գսե որ միլար։ Քանի որ անիկա գիտե որ մենք որպես գին կփլինք, կդրտմինք կվահադինք եւ շուտ կուլանք։ Եվ այս խոսքը, ինչպես էսի հանցիմանական չէր, այլ խաչալերական էր։ Այսինքն Հիսուս անձանուր գնգամ է միլար գսեգոր։ Ինչ անկամանքով գսեգոր, նայսն է, գնգան գոմենգին գրնալ իր նայրս է, որ լեք, թունով ես, ինձ ինչ կսես կոր, թուն կիդես ես ինչ երևանցնիմ որ։
բայց Հիսուս անծանոթ չէ։ Հիսուս քաչ ծանոթ է մեր ամեն հոգեկան վիճակներուն, անոր համար համարցագորեն իրենը սա միլար, քանի որ Հիսուս ծրագիր ունի։ Ասկնգան կյանքի մեջ մեծ փոփոխություն պիտի բերե, հրաշքն պիտի ցցրե եւ ծրագիր ունի։ 14-րդ համար, Ղուկաս 7:14 դի մարի։ Մոդենալը ծրախարի տվավ ու դանոները գանքարին եւ սա ով բադանի քեզի գսեմ եւ Շնորհակալ եմ։ Ով բադանի քեզի գսեմ ելիր։ Մոդենալով գանքարավ, գեցավ։ Ասա գիտեք, բանին վես չրավ Հիսուս, այդ Փարիսամարացին արագին մեջ որ ղևդացին եւ քահանան դեսան, այդ կիսամեր մարդը դեսան, Հիսուսը դեսավ, գրնարսել որ աման ինչուս պետք։ Հիմա քեզ չլամ, ժողովուրդ կա յետևս, ես հիմա ուրիշ ծրագիր ունիմ պետք է երթամ դեր մնստիմ, թերևս նորեն ցուկ եւ հաց պետք է գերցնեմ, քիչ մը նորեն թասիրագություն պետք է դամ, ուրիշ հիվանդներ պիտի կան։ Գեցավ, գանկարավ։ Հիսուս այսօր քու ցավիտ արչեվալ գանկարն է եւ գմոդենալով տվավ։ Հիմա թակաղը տպնալ գիտեք ինչն է։ Թակաղը վերած մարմինը բարոնագի իր մեջը եւ ադոր տպնալը անմակուր գլար անցը դիսականորեն։ Հիմա թակաղը բռնողներն իրենք անմակուր պիտի նկատվեին, պետք է իրենց դիսական կորզողությունները անեին, որովհետեւ մաքրվեին։ Բայց as անզանոթ մարդ, այսինքն Հիսուս պիտի կայ պիտի տպնա աստակաղին, բայց ինքը անզանոթ մարդ է, ինքը Աստված է, ինքը պիտի աղդոդի, պիտի անմաքուր սերվի տպնալով, քավլիցի, Հիսուս թակաղին տպնալով, ոչ թե ինքը անմաքուր գլա, այլ իշխանություն ունի Աստծո։ Քանի որ մահը գահոս, եւ այդ մահը, ինչպես քիչ առաջ ասի, մեղքը մահը աշխարհ մցուց։ Ռոմայացիս 5:12 նայեցեք ինչ կսե։ Վասնզի ինչպես մարդեմը մեղքը աշխարհ մտավ եւ այն մեղքեր մահը, այնպես բոլոր մարդոց վրա դարածվեցավ մահը, քանզի ամեն քնալ մեղանչեցին։ Շնորհակալ եմ։ Մահը անխուսափելի իրականություն է, ֆիզիկական մահը այսինքն։ Եվ ատամի մեկ մեղքով ատամի եւ Եվայի այդ մեղքով եթե մի բարդեզի մեջը այսօր այս միլիարավոր ժողովուրդ դադարված է մահվան։ Ամենասաբիդի մեռնինք ֆիզիկապես, բայց կարևորը հոգեվոր մահտող չլա։ Քանի որ եթե երկու անգամ մեռնին կա, եթե մեկը երկու անգամ մեռնի, թշպախտություն է ադիգա։ Ֆիզիկապես ամեն մարդ պիտի մեռնի։ Բայց երկրորդ մահը հավիտենական գորուստ է։ Բայց երբ որ մեկ անգամ կմեռնիս, երկու անգամ կապրիս։ Հոս աբրի կորիմա պիտի մեռնինք, յետքը հավիտենական կյանք։ Ադոր ամարկույրեր մեկ մարդով մահը աշխարհ մտավ, բայց մենք պետք է վստահ լինենք, որ այդ փրկությունը ունենք, որ երկրորդ մահը չի ճաշակենք։ Երկրորդ մահը չի ճաշակենք։ Անորոշ Հիսուս աշխարհ եկավ արդարության քարոզիչը եւ նայեցեք Հռոմայացիս 5:18-ը ինչ կսե Սիլվակույր։ Ուրեմն ինչպես մեկուն հանցանքողը բոլոր մարդոց թադաբարդության վճիռ եղավ, այնպես մեկուն արդարությունովը բոլոր մարդոց կյանքի արդարության շնորհ եղավ։ Շնորհակալ եմ։ Նախքին համարի մեջ ասանք հուսահատեցանք։ Մեկ մարդով մեղքը մտավ, մահ մտավ, ասանք շատ ժխտական եւ հուսահատական պատկեր մկրտվեցավ մեր արջևը։ Բայց մեկ մարդուն գսեգոր արդարությունովը ով է այդ մեկ մարդը Հիսուս բոլորիս կյանք կշնորհվի անոր գնդունի այսօր մենք նայինի թակաղին արչև այս պատկամը կառնենք այս թակաղին որ մենք մահվան դադարված չենք հավիտենական երկրորդ մահվան դադարված չենք երկրորդ մահին խուսափենք ասկույրեր առաջին մահը անխուսափելի է բոլորիս համար եթե Հիսուս իր քալուստը ուշացնի բայց երկրորդ մահին ապահով լալու համար մեր կյանքերը Աստծո հանցնենք եւ ադոր համար Հիսուսը ասավ ես եկա որ կյանք եւ ալավելի կյանք ունենաք եւ հետո ինչ հրավ Հիսուս հրամայեց բադանին եւ ասավ ով բադանի քեզի գսեմ ելիր նոր գդագարանի մեջ Հիսուսի առաքելության ադեն Հիսուս 3 հատ մերել ողջունցուց առաջին ասիեր եւ Հիսուս անունը չեք գիտեր աս բադանին ասավ ով բադանի հավանաբար ինչպես քիչ առաջ ասի 14, 15, 16, 18-ն ավելի վերջեր ասպատանի 13-ին 18 տարեկանի միջև էր իր դարիքը ով բադանի եսավ երկրորդը
Դալիդան։ Հիսուս Հայրոսի աղջիկը, Հարյուրաբեդին աղջիկը եւ ադիգա անունը չենք իրետ Դալիդա է, ադիգա գարձեմ հունարեն բարե Դալիդա գումի, yani ելիդը գսեգոր եբրայերեն, կամ արամերեն, այս ով աղջիկ գսեգոր ուրիշտեղ, անի 12 տարեկան էր, հստակ է։ Երրորդը գումի, այո, երրորդը Ղազարոսն է։ Ղազարոսին ան Հիսուս ասավ Ղազարոս, քեզի գսեմ դուրս ելիր։ Երեքին ան խոսեցավ, մերելներուն խոսեցավ։ Հիսուս մերելներուն գխոսի, որբեսի անոնք գյանքի կան։ Այսօր Աստված ալ հոգևորապես մերածներու գխոսի եւ քեզի գզե ով բադանի, ով աղջիկ, ով մարդ դուրս ելիր։ Ինչ մերած վիճակներ կան մեջս։ Դուրս եկուր։ Դու ասած թերևս երբեմն ջնշվածություններու տակ կմեռնիս, հոգիդ կմեռնի։ Դուրս ելիր այդ վիճակեն։ Մի մենարդագը գույրեր։ Ամենուսը կբադայի քիչով կամ շատով։ Բայց կարևորը ես չմնամ այդ մերած վիճակի մեջ։ Դուրս ելեմ այսօր Հիսուսի պատկամը անոնդ կուտագորի գսեգոր դուրս ելիր այդ մերած վիճակից։ Եվ 7:15 նայեցեք ինչ գսե Թինա։ ու մերերը երավ նստավ ու սկսավ խոսել։ Հիսուս դվավ զանիգա իր մորը։ Շնորհակալ եմ։ Դղա ելավ նստավ։ Սկսավ խոսել։ Արդյոք ինչ ասավ։ Չէ արսանակրված։ Գիտեք երկին կերտանքն ինչ հարցումներ ունենք։ Ինչեր գուզեք գիտնալ որ սուքիր կամ բան չէ գրած մեզի։ Արդյոք մամային անունը դվավ Հիսուսի հետ խոսեցավ, շնորհակալություն հայտնեց, կամ ես ուր էի, ուրեգա ասավ, չենք գիտեր։ Բայց խոսեցավ։ Այսինքն իրական կյանքի եկավ։ Արցնցավ, վերջացավ։ Եվ ուրիշ կարևոր թասմգահոս գույրեր։ Երբ մեկումը հոգևոր կյանք կդրվի, adanցը կխոսի։ Ամեն։ Ասի լավ հասկացեք։ Եթե մեկը իրական հոգևորապես գծնի, վերստին ծնունդ կունենա, այսինքն գավաշխարե փերանկփանա։ Փերանկփանա փարապանելու, փերանկփանա աղոթելու, փերանկփանա վգայելու, ասելու որ ես մեռած եի ողջնցա։ Գույրեի հիմա կտեսնեմ։ Տունունի սատ վգայությունը։ Այդ վգայությունը դե գա շրթունքներուդ վրա եւ տուն գրնաս քու շրջանագիտ, քու տրացիներուդ, քու ընդանիքիդ, քու ասկականներուդ ասել որ ես փրկված եմ, ես վստահ եմ որ անունս գրված է գենաց քիրքի մեջ, ես երկինքի ճամփորդ եմ, դու մեռած ես ողջնցած ես, խոսեցավ, բադանին խոսեցավ, տունալ խոսիր փասպերանդ։ Պարապանե, քոչե եւ ասե ես Աստծո զավակ եմ, փասպերանդ։ Եվ հետաքրքրն է որ Հիսուս գսեգոր Զանիգա արավ եւ մորը դվավ։ Հիմա ցեզի հետ պիտանեմ 5 դագարան։ 5 դագարանի մեջ ալ երկու մարգարեներ, երկու բադանիներ ողջնցուցին։ Եվ երկու բարականեր ունալ իրենց դվին իրենց մորը։ Առաջինը երրորդ թագավորաց 17:23 հերա Եղյան դղան արավ ու Զանիգա վերադունեն իջեցուց եւ անոր մորը դվավ։ Եղեա ըսավ նայե դղատ գենթանի է։ Շնորհակալ եմ։ Գիշեք եղեայ որ սարեպտա կացած էր որբևարին գարասեն յուղը եւ գուժեն բանը գարասեն ալյուրը եւ գուժեն յուղը բիչի հատնի իսավ ամեն օր հաց շինեց at որբևարիներեն գերավ օրնա դղան մերավ ապամուտյան չի պիտի երթամ մարամասության բայց դղան ողջնցուց եղյան վերնադունը արավ դղան եւ մոր դվավ Երկրորդ բարական Եղիսե Հաջիս Ժակլին 4 թագավորակ 4:36 Այնադեն քեյեզին կանչե ծուսա Սունամացի գինը կանչե Զանիգա կանչեց Գինը անոր եկավ ու Եղիսե անոր ըսավ Դղատ ար Այո դղատ ար մորը գսեգոր մայրեր մենք շատերս մայրենքոս մերած վիճակներ զավակներուտ մեջը մերած վիճակներ կա Թող Աստված կենթանացնե եւ քեզի դա մամաներն են հոս բաբա չի գա աս բաբություններում մեջ բաբա չի գա մե մամաներն են քանի որ մամայի սիրտը Աստված գիտե Հիսուս գիտե քու զավակներուտ վիճակը եւ քեզի այսօր գսե քեզի պիտի դա գնասավադալ գիտեք Սունամացի գինը որ ասրաշ կիավ Սունամը գիտեք որքան հերու էր նային են մի քանի կիլոմետր Հարյուրավոր տարիներ առաջ Եղիսեն նույն շրջանի մեջ դղամը ողջնցուց մերել են Yet fast forward դնենք Հիսուսի ադենականք նայինը որ շատ մոդ էր այսինքն մեկ երկու ժամային քարերով գերտա էր նայինեն սունամ կովկովի քաղաքներ էին ասանք
Հիսուս աս բադանին ողջունցուց եւ իր մորը տվավ։ Այս բոլոր բարականերուն մեջ մերած բադանիները կամ մերած աղջիկը գդրվի գոր իրենց մայրերուն։ Մայրեր ցերալ մերած հոգեվորաբես մերած զավակները հույսով սպասեցեք, որ Հիսուս ձեզ երկի դա։ Հավատքով եւ հույսով սպասեցեք։ Մի ուսադիկ։ Այ օրեր բիքա որ երևույթով կալեսն է բիցես որ չէ ուլեն մերերը ասիգա։ Բայց դու միջև այնադեմ որ գաղոթես կոր եւ Հիսուս քու ցավիտ աղիկները հետ գկալարվի գոր քեզի հետ։ Ինչ ցավ որ ունիս զավագի նկատմամբ հավատքով Աստծո հանձնե։ Եվ Ղուկաս 7:16-ը, որ Ալիսին դված է հիմա ժողովն ուներադոր ամարտուրսելավ, կսե որ ամեննալ վախով բռնվեցան ու Աստված կփարավորեին ասելով, թե մեծ մարգարեմը ելեր է մեր մեջ եւ թե Աստված իր ժողովրդին այցելություն արավ։ Մեծ մարգարեմը ելեր է մեր մեջ։ Հիմա գիտեք, այս ժողովուրդը, որ Հիսուսի հետ էին եւ նայինի ամփոխը, քիչով շատով 5 դագարանին գիտակից էին։ Հավանաբար գիտեին Եղիայի մասին, որ աս Սարեպտացի որբևարին դղան ողջունցուց, գիտեին Եղիսեի մասին, որ Սունամացի կնկան դղան ողջունցուց, անորամար ասին, որ ասի արդյոք Եղիան է, արդյոք Եղիսեն է, արդյոք ադի է, ադոր համար, Հիսուս աշակերտներուն հարցնցուց, որ մարդիկ ով կսեն թե ես եմ, նայեցեք թե Մատթեոս 16, 13-17 ինչ կսեն, եք տակուր հաջիս կգարտաս, Մատթեոս 16, 13-17 Հիսուս Փիլիպոսի Կեսարիայի գողմերը երթալով իր աշակերտներուն հարցուց ու ուսավ. Մարդիկ ով գսեն թե ես եմ, որտին մարդո, անոն կսին, ոմար կսեն թե Հովանես մգրտիչն ես, ուրիշներ Եղիան, ուրիշներ ան Երեմյան կամ մարգարեներեն մեկը, ըսավ անոնց, հավատուկ, ինձի համար ով գսեք թե եմ, Սիմոն Պետրոս պատասխան տվավ, Տուն ես Քրիստոսը, գենտանի Աստծո որդին, Հիսուսը անոր, Երանի քեզի Սիմոն, Հովնանի որդի, վասնզի մարմին եւ արյունը քեզ չհայտնեցին, ասիրահաբա իմ հայրս որ երկինքն է։ Շնորհակալ եմ։ Դեսակ նույնիսկ աշակերտները Հիսուսի երբ որ հարցուց որ մարդիկ ով գսեն թե ես եմ, ասին որ մարգարեները մեկը Եղիան։ Նույնանման հրաշք գրավ, չէ՞։ Ադորամար է որ աստեղը գսե ժողովուրդը, ասին որ մեծ մարգարեմը ելեր է մեր մեջ եւ թե Աստված իր ժողովրդին այցելություն ըրավ։ Ասպարը շատ սիրեցի։ Եվ այս նույն բառը այցելություն ըրավ Ղուկաս առաջին գլխում մեջ կտեսնենք։ Ղուկաս առաջին գլխ 68-րդ համար որ գսե օրնյալը լա Իսրայելի դեր Աստվածը որ այցելության ելավ եւ իր ժողովրդին փրկություն ըրավ։ Ասի գիտեք ով ըսավ։ Զաքարիա մարգարեն ըսավ։ Երբ որ Հովանես ծնավ, Հովանես մգրդիչ երբ որ ծնավ, գիտեք 5 դագարանեն նոր դագարանի միջև intertestamental period գսեն եւ 5 եւ նոր դագարանների միջև շրջան մգար 400 տարվա եւ հոն 400 տարի Աստված լրեց Մաղաքյա մարգարեութենը միջև Մատթեոս 400 տարի Աստված չխոսեցավ ուրեմն երբ որ Հիսուսի ծնունդի ադենը եկավ եւ անգեց առաջ Հովանես մգրդիչը որ ճամփան բիտ պատրաստե ադի բիդի ծներ աս խորուրդը եկավ Զաքարիան ասավ որ օրնյալ Աստված իր ժողովրդին այցելության եկավ այսինքն երբ որ Աստված գայցելի է բաներ դերեն կշարժի եթե ոչ ամփան լճացած մերած թմրած բարգած վիճակի մեջ է այսօր թունքու կյանքը քննե Աստված գայցելի է որ քեզի այցելության եկած է այսինքն ոչ թե սուրճ խմելու դունդ այլ սրդիդ մեջը հրահրելու վիճակներ արտնցնելու, քրքրելու, որ ասանք ելիր, ինչպես մենք քեբաբի ադեն ասանք կհովենք, որ ածուխները որ մեռնելու վրա են, որ ետ փրկին։ Մեկ հատ Հիսուս պետք է հովե ասանք կյանքս։ Օրնյալը լա դերը գսե որ այցելության եկավ։ Եվ ժողովուրդը երբ որ տեսան ասնայինի որբևարին դղուն ողջնալը, ասին օրնյալը լա դերը որ իր ժողովրդին այցելության եկավ։ Որքան կարոտ ենք մենք աս այցելության քույրեր։ Որքան պետք ունի, ես պետք ունիմ։ Որ ասանք սուքիրը գարտավնի աման արդեն ասվածությունները գիտեմ։ Շատ դսերեմ ասոր մասին։ Գարտամ անսին ոչ։ Fresh, ինչ կա, ինչպես fresh հաց է որ գուտես փուրեն նոր ելած։ Ես վերջերս բան գշինեմ որ դու նսա օրդու հաց։ Կհանեմ փուրեն, ասանք թթխմորով չէ, ասի, մայայով չէ։ Ասանք գուրի, կսպասենք քիչ մը կբաղի կգդրեն, աման, տակ ինչ ամով է, fresh։
Ուրը որ 4-5 օր հացմա նայրուն մեջ կեցեր ասա քրեթե բիտ բանը լա բիդի մկլոդի նույնը չէ ուրեմն կյանքերնուս մեջը նոր ասանք այցելություններ պետք ունենք քույրեր թող Աստված անում է կյանք այցելը որովհետեւ նոր fresh ասանք վերեն թարմ ուժով գորովով երանտով դերոջը հրաշքները տեսնենք մեր կյանքերում մեջ որպես մայր մեր զավակներուն համար մեր հարազատներուն համար վիճակներու համար գորուստի ցավերու բարակալերու մեջ մի լարգս է որ այսօր Հիսուս քեզ ելիր եւ վերջին համարը Սիլվիա հաջիս կարտած Ղուգաս 7:17 This news about Jesus spread throughout Judea and the surrounding country. Thank you. Եվ այս ցայնը անոր վրայով բոլոր Հրեաստան ելավ ու բոլոր շրջակայքերը Ուրեմն Հիսուսի համբավը ալավի դարածվեցավ այս հրաշքներով։ Ուրեմն մենք շատ հրաշքներուն այցանք այսօրվան հրաշքը այս դողուն ողջունալն է։ Բայց պատկամ այսօր քեզի գույրս միլար։ Հիսուս տեսավ կուցավդ, իր աղիքը կկալարվի կուցավիդ հետ, կիդագից է, իմանավանդ որպես մայր կուցավերուտ կիդագից է և քեզի գսե միլար, հավատքով սպասե, որ մերած վիճակները ողջնան, արտնան եւ այցտուզո այցելություններուն ակնկալույսը սպասե թող դերը խոսի քեզի լուր թող չի ելա խոսքը երբ որ գփանաս ֆրաշ խոսքար արստուզո է ամեն օր եւ քաչալերվիր եւ եթե թուն ողջնցած ես նայնի աստուղումես ելավ եւ խոսեցավ գսե թունապերանփած վայե բատմե ինչ որ դերը քեզի երավ քնա բատմե ինչ որ դերը քեզի երավ Amen. Amen. Amen.